Հարգելի հաստատիտողներ, այսօր մեր տաղավարում զրուցել ենք Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, պարոն Բաբուխանյան։ Եվ այսօր տեսնում ենք վաղ առավոտից ինչ այսպես բուրըն մեկնարկել է, երկրորդ նախագահի բնակարան էին մտել նրա որդիների, նրան պատկանող այսպես ընկերություններում, հետո պաստորեն պարզվեց, որ երրորդ նախագահ ևս կանչվել է հակակոռուպցիոն կոմիտե, ձերբակալման որոշում է կայացվել երկրորդ նախագահին եւ որդուն, այս ամենը հաջորդեց 3 ազգային ժողովում տեղի ունեցած Լևոն Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյանի այսպես թեժ բանավեճին ու շատերը օրինակ ընդդիմադիր պատգամավորները կապում են, ասում են, որ այ հենց ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ցուցում տվեց։ Ինչ կատարվեց այսօր, եթե ընդհանուր ամփոփ ենք, ինչ է քաղաքական, թե այսպես իրավական իսկապես գործընթացներ են այս ամենը։ Իհարկե Հայաստանում իրավական գործընթացներ չեն կարող լինել, դա հասկանալի է, որովհետեւ ամեն ինչ կատարվում է 18 թվականի հեղաշրջումից այս կողմ, դա հակաիրավական գործընթացներ են։ Ինչ վերաբերում է, թե ինչու Նիկոլը որոշեց Քոչարյանին, այսպես ասած, հանել ջրերես, ինչպես ասում են, իրենք, բանն այն է, որ Նիկոլը պատրաստվում է Տիգրանաշենի հանձնմանը։ Արդեն խոսում է Ալիևի տերմինաբանությամբ, անվանում է Տիգրանաշենը Քյարքի եւ այլն, Նիկոլը պատրաստվում է այդ գործողությանը, հասկանալով, որ սա տանում է դեպի ընդհանրապես Սյունիքի կործանում։ Եվ որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի այդ սարսափելի քայլից, նա կազմակերպել է, այսպես ասած, Քոչարյան շոուն, հասկանալով, որ ժողովրդի մի մասին իհարկե դուր կգա, որ Քոչարյանի, այսպես ասած, անհասկանալի ծագում ունեցած հարստությունը փորձում են բացահայտել եւ այլ եւ այլ, Իսկապես այդ հարցը կա ժողովրդի մեջ, թե Հայաստան ընդամենը 30 տարի առաջ եկած ոչ առանձնապես ուրեմն հարուստ Քոչարյանը ինչպես կարողացավ շատ կարճ ժամանակում ձեռք բերել այսպիսի սարսափելի, ահռելի ուրեմն ունեցվածք։ Բայց ինչու այդ ժամանակ, եթե այդպիսի ուրեմն հարց կար, ինչու այդ ժամանակ այդ հարցը չծագեց, ասենք 8 տարի առաջ, 7 տարի առաջ, 6 տարի առաջ, որովհետև ավելին ոչ միայն չծագեց, այլ Նիկոլի իշխանությունը շատ ակտիվ համագործակցում էր Քոչարյանի հետ եւ Քոչարյանի նույն Toyota ֆիրմայի հետ պետ պատվեր էին փոխանցում միմյանց, խոսում էին, որ Քոչարյանի հետ առնչություն ունեցող ինչ-ինչ ընկերություններին տրվում էր ասֆալտապատման, ուրեմն մեծ պատվերներ են շատ հաճախ տենդերը։ Այո, խոսում էին, որ Քոչարյանի հետ առնչվող ինչ-ինչ ուրեմն շինարարական ընկերություններին տրվում են մեծ պատվերներ, հողատարածքներ են իրենց հանձնվում եւ այլ։ Այսինքն Քոչարյանը եւ Նիկոլը ինչ-ինչ ոլորտներում շատ լավ, այսպես ասած, գտել են համագործակցության բանաձևը։ Ավելին Քոչարյանի թիմը 5 տարի խելոք աշխատեց Նիկոլի մոտ որպես ընդդիմություն։ Եվ այսքանից հետո հանգարց հիմա որոշում կայացվեց Քոչարյանին, այսպես ասած, հանել ջրերես, իր հարստություններն են թվարկվում, որը հայտնի էին, այդ հարստությունները ոչ թե այս մի երկու տարվա մեջ են ձեռք բերվել, այլ ձեռք են բերվել ավելի վաղ։ Եվ նորից ասում են 3, երբ որ Լևոն Քոչարյանը նրան ասաց, մեզ մարդիկ հարցնում են պիղծ վարչապետը, ինչու է միջև հիմա, այ դա է Փաշինյանին բորբոքել։ Գիտեք ինչ, չեմ կարծում, որ մեկը մեկի հետ կապված է, որովհետև Փաշինյանին ես շատ ավելի սուր բաներ են ասվել եւ տարբեր մարդկանց կողմից են ասվել շատ սուր ավելի խոսքեր, չեմ կարծում, որ ուրեմն այդ այսպես ասած մի գիշերվա մեջ այսպիսի որոշում է կայացել։ Ոչ, դա պլանավորված է եւ կրկնում եմ, պլանավորված է Տիգրանաշենի Ադրբեջանին փոխանցելու համար։ Իհարկե, շեղել ուշադրությունը, ցույց տալ, որ Նիկոլը, այսպես ասած, ժողովրդական վարչապետ է, կաշառակերներին, կոռուպցիոներներին փորձում է հանել ջրերես, փորձում է նրանցից վերադարձնել ժողովրդից ուրեմն թալանած եւ այլ։ Այս է իրական պատճառը։
Այսօր ինչ էր ասում նաև քիչ առաջ կառավարությունում ծրագիր ավարտեցին, ընդունվեց, հա, ազգային ժողովում կառավարության ծրագիրը քննարկեցին, ընդունվեց, ինչ էր ասում էր, որ հա ժողովուրդը ինձ մանդատը ես ասել եմ, որ ներեցեք իր բառերը մեջ բերեմ, կզացնելու եմ եւ ժողովուրդը ինձ մանդատ տվեց, որ այդ գործը անեմ ու հիմա այսինքն ժողովուրդն է իրեն ըստ, հա, իրեն մանդատ տվել, որ այս ողջ գործընթացները ընդդիմադիրների նկատմամբ իրականացվի։ Հերթական նիկոլական սուտ ժողովուրդը իրեն մանդատ չի տվել, ժողովուրդը ընտրողների ընդամենը 49%-ը, իսկ ժողովրդի 30%-ն է իրեն իբր թե քվեարկել, դա էլ իբր թե, որովհետև հասկանալի է, որ այն մեթոդները, որոնք կիրառվեցին թե ընտրությունների ընթացքում եւ այն մեթոդները, որոնք կիրառվեցին հաշվարկների ընթացքում, դա իհարկե խիստ կասկածելի է, ցավում եմ, որ մանդատավոր ընդդիմությունը որոշեց ուրեմն լեգիտիմացնել իր մասնակցությամբ ազգային ժողովում լեգիտիմացնել, եթե դժգոհ եք, հեղափոխություն արեք կամ էլ մանդատները չվերցնեք։ Ճիշտ ասում, եթե դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, մի նստեք հետը մի սեղանի շուրջ։ Եթե դուք համարում եք, որ Նիկոլը կեղծել է ընտրությունները, մի վերցրեք մանդատները, մի լեգիտիմացրեք ընտրությունները։ Այս առումով Նիկոլը ճիշտ է ասում եւ ընդդիմության անսկզբունքայնություն, մանդատավոր ընդդիմության անսկզբունքայնությունը իհարկե բերեց իր արդյունքները, երբ որ Գագիկ Ծառուկյանին կալանավորում էին, ունեզրկում էին եւ այլն, այս ընդդիմադիրները, մասնավորապես Քոչարյանը եւ Կարապետյանը գնացին մանդատ վերցնելու, հա, խելոք գնացին մանդատ վերցնելու, երբ որ իրենց գործընկերոջը ոչ միայն զրկեցին ազգային ժողով մուտք գործելուց, այլ նաեւ ուրեմն ստորացնելով, նսեմացնելով, կալանավորեցին, խլեցին իր ունեցվածքը եւ այլն։ Ուրիշ ինչ տարբերակ ունեն, օրինակ ասում են, եթե մենք չվերցնենք, Նիկոլ Փաշինյանը կարող էր որոշում կայացնել, արագացված փոփոխություններ բերել ու այլ ուժեր գային խորհրդարան։ Ուրեմն եթե որևէ մեկը այդ մանդատավորներին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես իրենցից քաշվում, ասենք իր ծրագրերի մեջ ինչ որ չափով հաշվի առնում իրենց գործուն, ապա իրենք խիստ ուրեմն գերագնահատում են իրենց հնարավորությունները։ Իրենց այդտեղ ներկայությունը որևէ ձևով չի կասեցնում կամ դանդաղեցնում կամ ուրեմն խոչընդոտում Նիկոլի քաղաքականության եւ Նիկոլը իրականացնելու իր քայլերը անկախ նրանից ով է նստած ընդդիմադիր ուրեմն աթոռների վրա։ Այլ բանը, եթե ինչ կարող էին անել, պետք է դուրս գալ փողոց։ Այն գիշերը, երբ որ հասեցին, որ այլևս մենք չենք ցուցադրում հաշվարկը, այդ պահին պետք էր կոչ անել դուրս գալ փողոց եւ ժողովուրդը իրոք դուրս կգար եւ կպահանջեր արդար ընտրություններ։ Ասում են մեր այսպես հաշվարկը ցույց էր տվել, որ այդ ճիշտ պահ չէր ու մարդիկ դուրս չեն գա հերթական անիմաստ։ Դե իրանց հաշվարկը միշտ սխալ է, հասկանում եք, իրանց հաշվարկը սխալ է այն պահից, երբ որ իրանք եկան, սկսեցին խաղալ խելոք ընդդիմություն եւ ուրեմն փոխանակ միավորեն ամբողջ ընդդիմությանը միջև ընտրությունները եւ դուրս գան մեկ ճակատով, ինչը մենք առաջարկում ենք, մեկ ճակատ, մեկ կարգախոս, ոչ Նիկոլին, այո Հայաստանի Սահմանադրությանը եւ անկախության հռչակագրին։ Այդ թեզով եթե հանդես գային, այսօր Նիկոլ չէր լինի։ Բայց նրանք ուրեմն այն ժամանակ սխալվեցին, հետո ասեցին, որ վայն կներեք, մենք այն ժամանակ սխալվել ենք, հիմա ենք ուզում միավորել ընդդիմությանը, էլի չմիավորեցին։ Հիմա արդեն պաշտոնապես փաստորեն ասվեց, հենց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր սահմանադրությունը եթե ընդունվի, անկախության հռչակագիր այնտեղ չի լինելու, քանի որ դա չի արդեն ծրագրում հենց կառավարության դա բազմիցս ասվել է, բազմիցս հնչել է։ Դեռ չենք կարող ասել, դեռ տեքստը պատրաստ չի, հիմա արդեն հստակեցնում են։ Նիկոլը գնում է այն ճանապարհով, որը նախանշել է, բազմիցս դրա մասին ասել է 2-3 տարի առաջ, արդեն նա նախանշել է այդ ծրագիրը, հռչակել է, դա Ալիևի կողմից թելադրված դրույթ է կոնկրետ անկախության հռչակագրի ուրեմն չեղարկումը, սահմանադրության փոփոխությունը Հայաստանը շատ հետևողական կերպով գնում է դեպի ադրբեջանականացում, դեպի ուրեմն արևմտյան Ադրբեջան հասկացություն։ Պարոն Բաբուխանյան, ինչ ասել է 4-րդ հանրապետություն, հա, այսօր այդ թեզը նորից բերվել է եւ ասում են մենք թեվակողում ենք 4-րդ հանրապետություն, փակում ենք 3-րդ հանրապետության էջ, այդ թվում հենց նոր սահմանադրության միջոցով, իսկ 3-րդ սահմանադրությունը հիմնված է եղել պատերազմի, կոնֆլիկտ
մարտի այդ խոսույթի հիման վրա այդ էջը փակում ենք եւ մտնում ենք 4-րդ հանրապետություն։ Ինչ 4-րդ հանրապետությունը դա այն Հայաստանի հանրապետությունն է, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ։ Դա ադրբեջանցիների եւ թուրքերի պետությունն է։ Ուղղակի աշխարհագրորեն կոչվելու է Հայաստանի հանրապետություն։ Սա է Նիկոլի 4-րդ հանրապետությունը, այսինքն հրաժարվել ազգային ինքնությունից, հրաժարվել ազգային իղձերից, հրաժարվել հողերից, հրաժարվել արյունով հազարամյակներ պահպանած տարածքներից եւ հանձնվել թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը երեք հայտարարեց, որ Հայաստանը որպես անկախ պետություն չի կարող գոյություն ունենալ։ Իր խոսքից դա է հետևում, որ դա այլևս հնարավոր չէ։ Հայաստանը պետք է լինի Թուրքիա եւ Ադրբեջանի, այսպես ասած, ծառան, բուֆերային պետություն, սպասարկող իբր թե պետություն եւ այլ եւ այլ։ Էության մեջ լինելով իհարկե թուրք-ադրբեջանական միավոր, հա։ Սա է այդ 4-րդ հանրապետությունը։ 3-րդ հանրապետությունից նա հրաժարվում է, որտեղ 3-րդ հանրապետությունը դա Արցախի հետ վերամիավորված միասնական Դա ասում եմ փակում ենք այդ էջը։ Իհարկե նա փակում է հայության էջը։ Ոչ միայն հասկանում եք, նա փակում է Հայաստանի հանրապետությունը որպես հայոց պետականության էջը, որպես հայերի պետության էջը։ Նա այլևս այս պետությունը լինելու է այլ երկրների, այլ ժողովուրդների ծառա, ոչ թե հայ ժողովրդի իղձերի իրականացնող պետություն։ Այլ կարևոր հայտարարություն եւս ինչպես փաստորեն Հայաստանը արդեն առաջիկայում պատրաստվում է պաշտոնապես ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել, ինչի մասին խոսվեց։ Երկար ժամանակ ասում են, որ դեռ դա երկար գործընթաց է, այսպես դեռ պետք չէ շտապել, բայց կառավարության ծրագիրը ներկայացնելիս նաև դրա մասին խոսվեց, ավելին ասում էին, որ օրինակ ՀԱՊԿ-ի ԵԱՏՄ-ի հետ կապված ասում են մենք ուրախ կլինենք, որ իրենք մեզ հանեն եւ այս երկընտրանքից վերջապես մենք էլ կազատվենք։ Գիտեք ինչ, ոնց որ գժի թատրոն լինի, հա։ Գիժն է ասում, ինձ գիտեք ինչ, ես ուզում եմ, չեմ ուզում, բայց դուք ուզում եք հանեք, ինձ ուզում եք թողեք, ինձ ուզում։ Ուրեմն մեզ նայում են աշխարհում որպես գժերի։ Ասում են, եթե դուք նորմալ պետություն եք, ինքնիշխան պետություն եք, դուք որոշեք, դուք ուզում եք մնալ, մնացեք, չեք ուզում մնալ, դուրս եկեք, բայց մի ասեք, որ մենք չենք ուզում մնալ, բայց մենք մնում ենք, բայց եթե դուք հանեք, հասկանում եք, մեզ հայերիս արդեն դիտարկում են որպես ինչ ասեմ, կապիկների պետություն, գժերի պետություն, նորմալ պետության մեջ չի կարող լինել, եթե դու ուզում ես մասնակցես ինչ-ինչ միջազգային համակարգին, դու մասնակցում ես։ Եթե դու չես ուզում մասնակցել, դու հայտ ես տալիս եւ դուրս ես գալիս այդտեղ։ Բայց ասել ես ուրախ կլինեմ, որ ինձ հանեն, բայց ես դուրս չեմ գա, ես կսառեցնեմ, բայց չեմ դուրս գա։ Եվ այլն, դա գիտեք ինչ, մեզ իսկապես արդեն ամբողջ աշխարհը ծաղրում է։ Սա մեկ։ Երկրորդ, ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա մենք 2 տարի առաջ իրատեսական ու ինչ ժամանակում, հա։ Ոչ մի իրատեսական բան այսօր չի երևում, բայց գիտեք աշխարհում քաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում եւ կարա շատ կտրուկ փոփոխություններ լինեն։ Այս պայդրությամբ ոչ մի իրատեսական բան չկա։ Եվրամիությանը անդամակցելու իմաստն էլ ես լավ չեմ հասկանում։ Տնտեսական իմաստ չկա, որովհետեւ չկարողացան 1 կիլո ծիրան կամ լոլիկ վաճառել եվրոպական շուկայում։ Լուսանկարներ էին այսպես լուսանկարում են, որ Եվրոպայի տարբեր քաղաքների շուկաներում։ Ուրեմն ելի եմ ասում, ոչ մի կիլո ծիրան այդպես էլ չվաճառվեց եվրոպական շուկաներում, հա։ Ոչ մի հատ ձուկ չվաճառվեց եվրոպական շուկաներում։ Այսինքն մենք այդտեղ շուկա չունենք, Եվրոպական միությունը ոչ մի կապ չունի ուրեմն պաշտպանական գործունեության հետ, այսինքն անվտանգային հարցը չի լուծում։ Ես լավ չեմ հասկանում ինչ է անելու այդտեղ Հայաստանը, բացի գեյ շքերթներ իր մոտ բերելուց։ Ուրիշ ինչ է անելու Հայաստանը, ես չգիտեմ։ Հիմնական հարցը մնում է բաց, ով է ապահովելու Հայաստանի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը, ով է երաշխավորը։ Եթե լսենք երեք Նիկոլի ասածը, ապա դա Թուրքիան է եւ Ադրբեջանը։ Այսինքն ցեղասպանություն իրականացած պետությունները գայլերը պահելու են ոչխարներին, այս է Նիկոլի տրամաբանությունը։ Ինչ վերաբերում է այդ ճանապարհին, ապա 2 տարի առաջ մեր շարժումը, մեր կուսակցությունը հայտարարեցին, որ նման հարց, թե որ արտաքին քաղաքական վեկտորով պետք է շարժվի Հայաստանը, ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին ճարտարապետությունը, պետք է լինի հանրաքվեով։ Ինքը ասում է լինելու է, ասում է հայտ ներկայացնենք, տեսնենք ինչպես են արձագանքում։ Չէ, առանց հայտ ներկայացնելը դա արդեն քայլ է։ Հա, հայտ ներկայացնելը դա արդեն քայլ է։ Մինչև հայտ ներկայացնելը մենք պետք է ժողովրդով թող հանեն հանրաքվեի, եւ մենք արդեն իսկ այսօր
ունենք հանրաքվեի նախաձեռնություն, Եվրասիական ալյանս նախաձեռնությունը, քաղաքացիական նախաձեռնությունը այդ հայտը ներկայացրել է, սկսում է ամսի 29-ից շատ լայնածավալ ուրեմն ստորագրահավաք, որպեսզի Սահմանադրությունում կատարվի փոփոխություն եւ լուծվի ի վերջո հետեւյալ հարցը՝ ԵԱՏՄ թե ԵՄ։ Եվ մեր կուսակցությունը, իմ կուսակցությունը ակտիվորեն աջակցելու է դրան, աջակցում է արդեն։ Եվ ես կոչ եմ անում ընդհանրապես բոլոր ընդդիմադիր կուսակցություններին մի հատ կողմնորոշվել։ Վերջը դուք ունեք տեսակետ։ Ամենակարևոր հարցը այսօր Հայաստանում ոչ Քոչարյանն է, ոչ ուրեմն Քոչարյանի ունեցվածքը, ոչ այդ ունեցվածքի արդար կամ ոչ արդար լինելը։ Ամենակարևոր հարցը Հայաստանում դա մեր ապագա զարգացման, այսպես ասած, 4-րդ հանրապետությունը ինչպիսին պետք է լինի։ Եթե խոսում ենք այդ 4-րդ հանրապետության մասին։ Դա պետք է լինի թուրքական, թուրք-ադրբեջանական հանրապետություն, անունը Հայաստան, հա, Հայաստանի աշխարհագրական էլ եմ ասում, դառնում է աշխարհագրական անուն, ոչ թե տիտրոսային ազգի անունով է լինելու, որտեղ այստեղ բերելու են 300,000, 400,000 ադրբեջանցիներ եւ նրանք միանգամից կփոխեն ստեղ եւ տիտրոսային ազգի կարգավիճակ եւ ամեն ինչ։ Հետեւյալ հարցն է այսօր կարեւոր։ Մենք որպես պետություն ինչպիսին ենք տեսնում մեր արտաքին ուրեմն ճարտարապետությունը եւ արտաքին շարժման վեկտորը դեպի Եվրամիություն թե դեպի ԵԱՏՄ։ Եթե այսպես անկեղծ հա խոսենք, ըստ էս ժողովուրդը, հա, հայ հանրությունը, մշտապես այսպես միջև հիմա էլ այսպես պատկերացնում այ բարեկեցիկ ժողովրդավար, այսինքն պատկերացումները ավելի շատ դեպի Եվրոպան է ձգտումները ու եթե հանրաքվե լինի մոտավոր արդեն կանխատեսելի ինչ պատկեր։ Բացարձակապես համաձայն չեմ ձեզ հետ։ Մեր ժողովուրդը դարերով եւ բնազդով հասկացել է, որ ինքը մնացել է այս հողում դեռևս որպես հայ ի շնորհիվ Ռուսաստանի։ Այն հայերը, որոնք գտնվել են այլ տարածքներում, հա, Արևմտյան Հայաստան, չգիտեմ, Պարսկաստանի տարբեր քաղաքներ եւ այլն, այդ հայերը այսօր կամ գոյություն չունեն ընդհանրապես, կամ ուրեմն գտնվում են բավականին ուրեմն, այսպես ասած, հեղեղուկ վիճակում։ Եթե դուք վերցնում եք Արևմտյան Հայաստանը, նայեք այդտեղ քանի հայ է մնացել։ Եվ նայեք ինչ է եղել Արևելյան Հայաստանում։ Սա գիտեք ինչ, բոլոր հարցերի պատասխանն է։ Այլևս խոսելու բան չկա։ Աչքերից առաջ մենք տեսնում ենք ինչ եղավ, ինչ տեղի ունեցավ։ Հայ ժողովուրդը բնազդով միշտ եղել է Ռուսաստանի դեպի Ռուսաստան կողմնորոշված ժողովուրդ։ Միշտ Ռուսաստանից է սպասել եւ ստացել պաշտպանություն։ Սովետական միության ժամանակ Հայաստանը եղել է ամենաապահով աշխարհում, ամենաապահով տեղերից մեկը, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմն էր, ամենտեղ ուրեմն պայթում եւ դրա կարակը ուրեմն խժռում է ժողովուրդների եւ երկրների։ Հիմա արդեն այսպես ամտակային համակարգը փոխվել է։ Ուրեմն ոչ մի բան չի փոխվել, կա ազգի բնաստ։ Ազգը հասկանում է, որ գնալ թուրքերին ասել, թուրքեր եղեք մեր երաշխավորը, դա նույնն է ինչ որ գնաս ոչխարը գնա գայլին, ասի գայլ, եղի իմ երաշխավորը։ Թուրքիա չէ, Եվրոպա։ Եվրոպա ոչ մեկ մեզ չի ընդունում, մեկ, երկրորդը Եվրոպան դա ՆԱՏՕ է, որ ՆԱՏՕ-ն է, որ եվրոպական եւ ամերիկյան անվտանգային համակարգն է։ Եվրամիությունը ինքնին դա անվտանգային համակարգ չէ, ինքը չունի իր բանակը, չունի իր ռազմական պոտենցիալ եւ Եվրամիությունը դա տնտեսական միություն է։ Դա միություն է ուրեմն քաղաքական, բայց ոչ ռազմական։ Եվ դրա համար բացի դրանից իսկ ով է հայերին ընդհանրապես Եվրամիությունում տեսնում։ Դե ինչու այստեղ եկան եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, նախագահները, դա Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկած մեր պատրաստ ենք ձեզ տնտեսական։ Ուկրաինայի կործանումից առաջ այնտեղ վխտում էին այդ եվրոպական տարբեր Ուրսուլաներ եւ այլ վխտում էին։ Եվ իդեալս ինչքան շատ էին վխտում, այդքան շուտ էին բերում Ուկրաինայի վախճանը։ Արդյունքում Ուկրաինան ոչ մեկ չընդունեց Եվրամիություն, ոչ մեկ չընդունեց ՆԱՏՕ, ավելին ասեցին, որ երբեք էլ նա չի լինելու ոչ ՆԱՏՕ-ին, ոչ Եվրամիությունում, բայց Ուկրաինան այսօր գոյություն չունի, որտեղ Ուկրաինան այդ ձեր ասած Ուրսուլաները եւ դրա նման երևույթները բերեցին նրան, որ Ուկրաինան սարքեցին հակա Ռուսիա, հա, սարքեցին պլացդարմ իրենց ուրեմն տեխնիկան փորձարկելու Ռուսաստանին ինչ որ վնաս տալու եւ այլն, ի հաշիվ ինչի, ի հաշիվ Ուկրաինական ժողովրդի, որի կեսը այսօր արդեն գոյություն չունի։
Եվ երկրի կեսն էլ նույնպես գոյություն չունի։ Ուկրաինան այսօր որպես այդպեսին գոյություն չունի։ Պարոն Բաբուխանյան, եւ վերջում ուզում եի անդրադառնանք եկեղեցու հետ կապված, արդեն դրույթ կա, ծրագրում հստակ, թե ինչպես են հասնելու կաթողիկոսի փոփոխությանը, ավելին այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ընդունում եմ մեր օրակարգը կաթողիկոսը, ես պատրաստ եմ նրա հետ նստել, քննարկել իր հեռացման ճանապարհը։ Այս դրա վերաբերյալ ինչ կա։ Այսօր տեսնում ենք ազգային ժողովում ինչ է կատարվում, այսպես Ավազանյանն ով են դիմում, թափահարում ձեռքերը։ Դե գիտեք ինչ, ազգային ժողովը վերածել են ուրեմն բանի։ Մրցումների ով ավելի բարձր կխփի սեղանին, հա, դե հայկական քաղաքականությունը ցավոք սրտի եկավ հասավ այդ ուրեմն պլինցուսի մակարդակի։ Ինչ վերաբերում է Նիկոլի քաղաքականությանը, ես նորից եմ ասում, Նիկոլը տանում է, այո, ստեղծում է 4-րդ հանրապետություն, որտեղ հայ հասկացողությունը դա ուրեմն ոչ թե ազգ է, այլ ինչ որ ուրեմն աշխարհագրական տերմին։ Եթե մենք չունենք եկեղեցի, չունենք ուրեմն բանակ, չունենք տարածքներ, չունենք ազգային պատմություն, չունենք ազգային հիշողություն, չունենք ազգային իղձեր, չունենք սփյուռք, դա մենք ուրեմն դառնում ենք աշխարհի մարդիկ ըստ էության, իսկ ավելի ճիշտ մենք դառնում ենք թուրք-ադրբեջանցիների սպասարկող անձնակազմ։ Իրանք կլինեն այստեղ խաները, ինչպես ժամանակին Երևանի խանը, ասենք թուրքեր, հա։ Այդ նույնպես նույն կարգով ուրեմն կլինեն իրանք խաները, մենք էլ կլինենք իրենց ծառաները։ Ով որ կմնա հայերից, ով որ կգտնի ավելի լավ տարբերակ, կգնա ուրիշ տեղ, որովհետև արդեն իմաստ չկա մնալու Հայաստանում, եթե դա քո երկրի, քո ազգի պետությունը չի, դա հենց էլի թուրքական մի հատ հերթական վիլայեթ է, հյուսիսային Կիպրոսի նման, ասենք, հա, հյուսիսային Կիպրոսը կիպրոսցիների հետ, այսինքն հույների հետ ոչ մի կապ չունի։ Հյուսիսային Կիպրոսը դա մենակ Կիպրոսի անունն է այդտեղ, դա թուրքական ուրեմն մի հատ միավոր է։ Նույնը կլինի Հայաստանի հետ։ Դրա համար, որպեսզի դա արագացնեն, Հայաստանի եկեղեցին ոչնչացնում են։ Եկեղեցու մեղքն էլ կա այստեղ, շատ մեծ, որովհետև ընտրությունների ժամանակ եկեղեցին փոխանակ ստանձներ ազգի միավորողի դերը եւ միավորեր։ Ասենք քաղաքական, այսօր էին ասում, որ Էջմիածինը վերածել են նախընտրական շտաբի, բայց այդ ցավոք սրտի Էջմիածինը իր նախընտրական այդ փուլում չվերածվեց այն ֆունկցիայի, այսինքն ազգը գտնվում է ոչնչացման ընտրություններ բառը ընդհանրապես պետք չի օգտագործել այստեղ։ Այստեղ հարց հետևյալն էր, ազգը կանգնած է ոչնչացման եզրին։ Եկեղեցուն առաջարկվեց ստանձնել միավորողի դեր։ Ցավոք սրտի եկեղեցին ուրեմն այդ դերը չկարողացավ կատարել։ Ինչու՞։ Դա արդեն մեր հարցի ուրեմն պատասխանների տիրույթից դուրս է։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Բաբուխանյան։ Մեր տաղավարում արկելի ըստատիտողներ զրուցում ենք Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։